Prof Alliance 17 տարի շուկայում խոշոր եւ միջին բիզնեսի հաշվապահության վարում հաշվապահական եւ հարկային ոլորտի խորհրդատվություն ակտիվների գույքագրում Prof Alliance Եթե ասում եք այո, ուրեմն վերջնական ժամանակացույցը հաստատենք ու սկսենք միասին աշխատել։ Սաթեն? Հալո, Սաթեն, լսում ես։ Դե հա, Արգամ ջան, բանա այդ լավ նախագիծ է, հա, ասել բան չունեմ։ Ես ունեմ, ավելի ճիշտ առաջարկ ունեմ։ Ինչ առաջարկ է, որ։ Մեզ մի ընկերություն էլ է պետք, ճարտարապետական տեսքը վերականգնման համար ու էլի մի քանի բանի համար, մի խոսքով։ Հետո ես դիտարկում եմ քո ընկերությունը։ Հավատա, Սաթեն, քեզնից լավ դա ոչ ոք չգիտի ու քեզնից ավելի սիրով դա ոչ ոք չի անի։ Եթե համաձայն ես, շատ ուրախ կլինեմ, այնպես որ անմիջապես պետք չի ասել, այո, կարող ես մտածել։ Դե հա, կմտածեմ, բայց անակնկալ է։ Դե հետո կգաք պայմանագիրը կկնքենք ու կաշխատենք։ Մտածիր այդ ուղղությամբ, լավ։ Եղավ։ Դե ուրեմն կսպասեմ։ Հաջողություն։ Ինչ էր ասում, Սրապյանը կապ չունի այս ամեն ինչի հետ։ Չէ, ոչ մի կապ չունի, Արգամն է կառուցապատողը։ Տենց։ Բա ինչ ես մտածում։ Գիտես ինչ մտածում եմ, պետք է համաձայնել։ Արգամը ճիշտ է ասում, մեզնից լավ ոչ ոք մեր տունը չի կառուցի։ Ես հետաքրքրությունից դրդված չի, որ այդ հարցը տալիս եմ։ Ու հա, կան բաներ, որ ես էլ հիմա չեմ կարող քեզ ասել, դեռ։ Ու հարցս հենց դրա մասին է։ Ես ինչքան էլ հավատամ ու վստահ եմ քեզ, միևնույնն է չեմ կարող քեզ ոչ մի բան ասել։ Կներես, բայց Չէ, չեմ նեղանում, հանգիստ եղի։ Ես հասկանում եմ, եթե մեր ամուսնության հիմքը դա չլիներ, դու ամեն ինչ կպատմեիր, իսկ այս դեպքում նախ այդ իմ գաղտնիքը չի, որ ես քեզ ասեմ։ Հետո էլ առանձնապես լավ բան չի, դրա համար էլ իմ համար շատ դժվար է, որ ինչ-որ մեկը գիտի կամ էլ իմանա։ հասկանում եմ։ Ուղղակի մեր բոլորի կյանքում հիմա այնպիսի ժամանակներ են, որ շատ հնարավոր է շուտով բոլորս բոլորիս ամեն ինչ պատմենք։ Ես գնամ մի քիչ գոնե աշխատեմ մինչև Սերինեի հետ հանդիպելը։ Իսկ այդ հանդիպումը կասես, որ նա առիթ հետ հանդիպան։ Հայրս, հորս գործերը։ Ու նաև ձյաձ Արգամը։ Դրա համար է այդ հարցը տալիս։ Գնացի։ Ես հրաժարվեցի, բայց ինքը փորձում էր ինձ ստիպել, որ զանգեմ Դավիթին խաբել։ Տարիները մի գրամ մարդկություն չտվեց այդ մարդուն, էլի։ Բա վերջը։ Վերջը Սաթենը եկավ։ Այդ կինում տանը մնում եմ, ինքը ինձնից վարձ չի վերցնում։ Իսկ ինքը որոշել էր իր հարցերը լուծել։ Այն կինը, ում դու նկարներ ուղարկել էիր։ Հա, գիտեմ։ Անպատժելիությունից Սուրենը գլուխը կորցրել է։ Հիմա այդ կինը ոնց է։ Լավ է, ոստիկանություն է դիմել, թեպետ չեմ կարծում, որ կկարողանան ապացուցել, որ ինքն է դա կազմակերպել։
Դու ոնց ես։ Ինչով կարող եմ օգնել քեզ։ Ոչ մի բանով, իրական ես ոչինչի կարիք չունեմ, միայն անվտանգության։ Մտածում եմ կարող է նորից գա, թեպետ այլ գալու իմաստը չկա։ Երբեք չես իմանա ինչ քայլեր կան, ինչի անդունակ, ինչ է մտքով անցնում։ Հիմա ինչ ես ասում։ Կհանդիպես Սաթենի հետ։ Տղայի մասին է ուզում հարցեր տալ։ Հա դե բա ուրիշ ինչ։ Հա, կհանդիպեմ, անպայման կհանդիպեմ, ուղղակի շատ գործեր ունեմ, հիմա ամենակարևորը ամուսնուդ հարցերը լուծելն է։ Հետո ես համարում եմ իր անպայման կզանգեմ ու կհանդիպենք, կխոսենք։ Բայց ինչ որ տեղեկություններ ունես։ Դե հա, մի երկու բան կա։ Ապեր չես պատկերացնի ինչքան թույն էր ու հարց ուտելիքը չի է, հասկանում ես։ Ոչ չի ապեր, հոգատարությունն է։ Ինչ անցել եմ նորմալ աշխատանքի, Վիկայի հետ հարաբերություններս արդեն լավացել է։ Ոչ միայն Վիկայի, նաև պապայիս։ Մի ամիս առաջ ոչ ես էի Կարմիրան տեսնեի, ոչ էլ ինքը անդադ կռվում էինք։ Խեղճ մերս էլ մեր արանքն ենք ու չգիտեր ինչ աներ։ Բայց հիմա արդեն լավ ընկերներ ենք։ Հա, բայց Վիկանն է փոխվել, տենց չի։ Հա, տենց է, որ առաջարկում ինչ որտեղ գնանք, ոչ միշտ է համաձայնվում։ Դες ավտոյի փողն էլ որ եղավ, ես իմ, գիտես հարցը մեքենան չի, հարցը որ երկուսով նույն երազանքն ունենք։ Սիրուն բան ասեցիր ապեր։ Որ իմ ասես դանդաղ ենք հայլում չենք ուշան, հա։ Արի մի քիչ արագ քայլենք, որ չուշանանք։ Ես ինձ համար ոչինչ չեմ ուզում խնդրեմ, բայց այս Աթենի համար կխնդրեմ։ Խնդրում եմ, եթե ինչ-որ բան գիտես, ասա էլի, այդ կինը շատ է տանջվում։ Ուղղակի ինչ-որ բան իմանալուց հետո ավելի շատ կտանջվի ես։ Լավ, ես կզանգեմ կպայմանավորեմ խոսեմ։ Հիմա ուրիշ բան եմ ուզում քո հետ քննարկեմ։ Ասա։ Լուսեի ու Դավիթի հարցում ինձ օգնես, դու լավ գիտես, կոնկրետ Լուսեն Դավիթին չի սիրում։ Հա, ինքը շանտաժի արդյունքում ամուսնացել Սուրեն ասում էր։ Հա, ու պատկերացրու Սուրենը չի խաբել։ Ես Լուսեի հետ խոսել եմ, ժամանակ եմ տվել իրեն, որ իր որոշման մասին ինձ տեղյակ պահի, բայց վստահ եմ, որ ուզելու է բաժանել Դավիթից։ Էհը։ Ինչքան էլ Լուսեն շատ լավ աղջիկ լինի ու ինքը իսկապես լավն է։ Միևնույն է, Դավիթին չի սիրում, իսկ Դավիթը արժանի չի, որ ինչ-որ մեկը իրեն չսիրի։ Լուսեն սիրած տղա ունի, Սաթենի թորն է, այդ այդ երեխեքին բաժանեցի։ Տեսնում ես, այս հարցում կօգնես, չէ ինձ։ Հա, իհարկե, ուղղակի չեմ կարծում, որ դա տենց հեշտ կլինի։ Դե մենք կփորձենք։ Գիտեի, որ չես մարժի։ Ես Դավիթի հետ եմ պայմանավորվել, պետք է հանդիպեմ, քեզ ճանապարհեմ ու զանգեմ։ Չէ, ինձ ճանապարհելու կարիք չկա, բայց նորից եմ խնդրում։ Ինչ որ գիտես, ասա Սաթենին իր տղայի մասին։ Հա։ Որ տեսնում եմ իրան ոնց է կոտորում, ուզում եմ ես էլ անպայման մի բան անեմ։ Հասկանում եմ քեզ։ Ես մտածում եմ 3-րդ կուրսից աշխատեմ, այն էլ որ Արա Մարտին աշխատում է, մտածում եմ ես էլ։ Լսի, դե դավոյն ասա երկուսիս համար։ Ճիշտ ես, անպայման կհարցնեմ։ Ոնց էլ չլինի, գոնե իրանց էջերը կվարենք։ Շատ ճիշտ ես, կհարցնեմ ու կասեմ։ Հեսա կոֆեները թափելու է։ Ու ֆրեկեր։ Ինչ լավ է, որ եղանակներն արդեն տաքանում է։
Բա որ եղանակների տաքանալու հետ դասերն էլ կարճանային, ինչ լավ կլիներ։ Շատ լավ կլիներ։ Կարանք առաջարկեմ։ Չէ, Մարկոսյան, չէ, ցավը տանեմ հանկարծ տուն չբարձրանաս։ Արիգը չգիտի այս ամեն ինչի մասին, որ հանկարծ իմացավ, գիտես, վեր կկենա կգնա Սրապյանի մոտ։ Այդ հետո ինչ կլինի, ինձ թվում է այդ շատ լավ ես պատկերացնում։ Այո։ Եղավ Մարկոսյան ջան, նայ դու բան արա, տես ոնց ես կազմակերպում, ինձ զանգի հասկանամ ինչ եմ անում։ Եղավ։ Ուղղակի ես չեմ պատկերացնում այդ ոնց պիտի կազմակերպենք, որ Արեգը չիմանա։ Դե դրա համար էլ Իզաբել ջան, ասում եմ, դու ինձ մեկ-մեկ պետքա օգնես։ Հա, խնդիր չկա, դուք ոնց ասեք, երբ ասեք։ Հա, Մարկոսյան։ Իա, ստեղ ես արդեն, եկել ես։ Հա, եղավ, հա, 2 րոպեից, ոտեղ եմ ես, վերջ, այդ տականքի երբ եմ բռնելու մեկ էլ հանգստանանք։ Քեզ հատուկ էստեղ կանչեցի օֆիսի մոտ, որ գործից չկտրեմ։ Ապրես մոք չի։ Չնայած օֆիս դժվար էլ գնամ, սպասում եմ պապան զանգի Անայիսի հետ գնանք նոտարի մոտ։ Հորդ տեսել եմ։ Իրերն էր հավաքում։ Հա, գիտեմ։ Դրանից հետո ես էլ եմ տեսել։ Ընկերությունից չխոսեցիք։ Չէ, բայց ասում էր, որ որոշել ես իրեն դատարան ուղարկել։ Ուզում եմ հասկանալ, իրոք մեղավոր է։ Դավիթ, հայրդ մարդ է գցել մեքենայի տակ ու դիտմամբ։ Մի րոպե։ Այսինքն են կապիտանը, որ եկել էր այդ հարցով ու ասում էր, որ հա, բայց պապան ինչ կապ ունի այդ գործի հետ, կամ իրան ինչին էր պետք, որ Դե մի քիչ երկար պատմություն է, դրա մասին հետո կխոսենք։ Բայց ինչի ես սենց հետաքրքրված, չեմ հասկանում, ինչ-որ բան է եղել։ Հա, եղել է։ Ասում էր, որ եթե ինքը հայտնվի դատարանում, աներս հետը հավասար նստելու է։ Պարոն Սրապյան, Ռոմանն է զանգում։ Ասում է, որ շատ կարևոր բան ունի ձեր հետ խոսելու, բայց զանգում է ձեզ ու դուք չեք պատասխանում։ Բա ես հիմա իրան ինչ ասեմ։ Ասա թե զանգի։ Հա, դուրն էլ փակի։ Լավ։ Ասա Ռոմ, ինչ վրազ բան կա։ Ինչ արել։ Հա դե ապրես, դու ինչ ասեմ։ Լսի, իրես ինչից, հա։ Որովհետև միջև մի բան անելը պետք է պլանավորել, այ հիմար, հիմա որ ոստիկանները կան դուրս ծեծեն։ Ինչ ենք անելու, հե։ Այդ լակոտները ուր են։ Տար մի տեղ պայի։ Լսի ինձ հետաքրքիր չի։ Լավ, ես չեմ հասկանում, դու այդքան քթի ծակ չունես, չես հասկանում, որ եթե դրանց բռնեն, վաղ գալու են ինձ էլ, քեզ էլ տանեն փակեն։
Ապուշ։ Սովորական բան չի կարող անի։ Ալո, լսում եմ։ Ահա, որ ժամին։ Շատ բարի, կլինեք։ Այդ մորաքույրը, որ եկել է, Դավիթին պարզ ասել է, որ եկել է Սրապյանին պատժելու համար։ Դե Դավիթը ինձ հարցեր էր տալիս, այսինքն ինչ-որ բան է եղել ու այդ մորքույրը ինչ-որ բան է ասել Դավիթին, ոչ թե ինչ չգիտեմ։ Դու հիշում ես այն ոստիկանի պատմությունը, որ վրաերթի էին ենթարկել։ Հա, ո՞նց եմ հիշում։ Սուրենն է մեքենայի տակ գցել։ Ինքն է պապայիդ պատմել։ Ո՞նց։ Ու այդ կինը գիտի դրա մասին։ Փաստորեն, երևի է Անդրանիկենց մասին էլ գիտի։ Բայց մի րոպե, եթե Դավիթն էլ ինձ հարցեր տալիս, ուրեմն այդ կինը ոչ մի դեռ չի ասել Դավիթին։ Չգիտեմ, դու ունես իր համարը։ Հա, ունեմ, ինքն էր զանգել ինձ։ Դե կթողնես ինձ, ես այս ամեն ինչը պապայիդ կպատմեմ, բայց գիտես ինչ եմ մտածում, կարող է պապատ հանդիպի այդ կնոջ հետ։ Իմաստը ո՞րն է։ Դե չգիտեմ, բայց լավ։ Հայ Իզաբել ջան, ողջույն։ Ես ոնց հասկանում եմ, դու այդ պատմությունը շատ լավ գիտես։ Գիտեմ։ Որտեղից։ Տես, ես մորոդ տարա Ամերիկա ու ամեն ինչ անում էի, որ բուժվեր։ Այդ ժամանակ հայրդ էլ ամեն ինչ անում էր, որ մորոդ ունեցվածքը իրենով աներ։ Ես մի փաստաբան ընկեր ունեի, խորհուրդ հարցրեցի ու ասեց, որ նախկին ոստիկան գտնեմ, փող տամ, որ հետևի Սուրենին։ Դավիթ, մենակ իր սիրուհիների քանակը հերիք էր, որ ես զրկեի Սուրենին խնամակալությունից։ Ու մնացած փողերն էլ հետ բերի։ Այսինքն երկար ժամանակ պապային հետևող է եղել։ Դե հա, մորոդ մահից հետո էլ կարծեմ մի 2 ամիս դեռ հետևում էր։ Հետո ես քեզ ուզում էի Ամերիկա տանել իմ մոտ։ Ուղղակի պապդ այդ ժամանակ խնդրեց, որ չզրկեմ քեզ հորից։ Այս երեխան մեր չունի, հորից էլ մի զրկի ասեց։ Ու կարծեմ այդ ժամանակ Իզաբելն էլ արդեն ձեր տուն էր եկել ու որքան գիտեմ լավ էր վերաբերվում քեզ։ Շատ լավ։ Ես Իզաբելին շատ բանի համար եմ շնորհակալ։ Հիմա փաստորեն այդ գործում վկա կա։ Չէ, չկա։ Այդ մարդը արդեն 10 տարի է մեռած է։ Ուղղակի իր հավաքած նյութերն են ու ձայնագրությունները։ Ու դրա մեջ նաև աներոջս պատմություն է, Բան եք ասում։ Վայ, էլի անցար դուքի։ Ասնիվ խոսք, թե ես ձեզնից բան եմ հասկանում։ Մի վարկյանում 1000 տրամադրություն եք փոխում։ Սկսվեց լացուկոցը։ Ես հիմա իջնում եմ շինարարություն, հետո մի 2 գործ էլ կա, հետո Դո ինչ։ Հետո գալու եմ տուն։ Քո տուն։ Այդ ինչ եղավ, վախեցար։ Հիմա ձեր տրամադրությունը լավ է, չէ։ Էնպես ոչինչ։ Այս ընթացքում կարող եմ մի 2 բան ճշտել։ Հիմա օֆիսում ես ձեզ ոնց դիմեմ։ Դույով, թե դուքով։ Տնաշեն ես ասցի լուրջ բան խոսում։ Լավ, ուրեմն դուռը կփակես ու կգնաս տուն, ես գնացի։ Ոնց պես լիքը գործ կա անելու։ Այմար տանը կանես, հասկացա, ոյ, լավ է։ Կես ժամից օֆիսը ազատ լինի։ Ես էլ միտեղ դիր։
Եթե ասա իբրես քեզ պետք էր Նոնա ջան։ Տիկին Սրապյանը որ կար ամեն ինչ ավելի քան լավ էր։ Լսի, մոք։ Խնդրում եմ, հարցից պատասխանը ես հենց այնպես չեմ տալիս այդ հարցը։ Հա, տեղյակ եմ, գիտեմ։ Ոչ այնքան, որ հետաքննելու կարիք լիներ այս պատմությունը փորփրելու, բայց այնքան ինչքան որ տեղյակ եմ, ինձ արդեն հերիք էր հասկանալու ամեն ինչ։ Ես Լուսեին հարցրեցի, բայց նա ոչ մի բան չասեց։ Կարող է վերջի վերջո դու ասես։ Դե բարձա որ Լուսեն ոչ մի բան չէր ասելու ու արի ինձ էլ հա մի հարցրու։ Ես հորդ ասել եմ, որ եթե բաժնեմասը քեզ չտա, այդ նյութերը ոստիկանությանն եմ հանձնելու։ Այ դրա համար է քեզ ինձ մոտ ուղարկել։ Աների տանունը տալով։ Ես չգիտեմ ինչ է եղել, բայց իմ աները իրոք լավ մարդ է։ Ու իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, այդ ինչ պիտի արած լինի այդ մարդը։ Դե լավ, եթե մտածում ես, որ աներդ իսկապես լավ մարդ է, ուրեմն իրեն շատ վատ ժամանակներ են սպասում։ Իսկ հորս։ Հայրդ պետքա պատժվի։ Ու խնդրում եմ ինձ ոչինչի մասին չխնդրես, լավ։ Ու իրան էլ փոխանցի այս ասածս ու ասա, որ իմ հետ կապվի, մենք միասին կքննարկենք ամեն ինչ։ Պապանը։ Հա, պապ։ Հա, երբ։ Լավ։ Նոտարն է զանգել։ Կներես։ Անա, իսկ դու որտեղ ես, շատ զբաղված ես։ Իսկ կարող է անձնագիրդ մոտդ լինի։ Չէ, լավ, դու մնա դասերիդ, հետո կզանգես ինձ։ Լավ։ Կներես պիտի գնամ, բայց խնդրում եմ, մոք։ Վերջ, գնամ։ Հայ, բարդ դեպք է։ Շնորհակալ եմ շատ։ Անուշ լինի։ Իսկ ինչի եք ուզում, որ առանց Դավիթին ասելու գայի։ Մենք կարող ենք, չէ՞ իրար հետ բաց խոսել։ Դե կարծում եմ, հա։ Ես գիտեմ, որ Սերինեն քեզ հետ խոսել է ու որ քո պատասխանին է սպասում։ Սերինեի միակ խնդիրն է, որ Դավիթը երջանիկ լինի։ Բայց կտորով ես էլ եմ շատ ուզում, որ Դավիթը երջանիկ լինի։ Գիտեմ, որ քո պատասխանին է սպասում ձեր ամուսնության հետ կապված։ Ես շատ եմ ուզում, որ Դավիթը երջանիկ լինի, ու ուզում եմ, որ դու էլ երջանիկ լինես։ Գիտես, ես մտածեցի, որ բաներ կան, որ մենք մեր մամաների հետ չենք կիսվում, ես իհարկե չգիտեմ դու քո մայրիկի հետ մոտ ես թե չէ, բայց ավելի շատ նախընտրում ենք ընկերուհիներին։ Իսկ ես նկատել եմ, որ դու մոտ ընկերուհի չունես։ Այնպես որ մտածում էի, որ միգուցե դու ուզես ինչ-որ բան խոսես ինձ հետ, քանի որ ես կարող եմ քեզ համար լավ ընկերուհի դառնամ, եթե իհարկե դու դեմ չես։ Այսօր տեսնելու եմ Դավոյին, անպայման կխոսամ այդ թեմայով։ Գալու է այդ ձեր նոր տուն։ Չէ, գնալու ենք նոտարի մոտ։ Ինչի։ Պապան որոշել է իր տունը իմ անունով գրանցի։ Անա, ես են ձեր մեծ տունը։ Տեսար, դու էլ մտածում էիր պապատ քեզ սիրում է, թե չի սիրում։ Ես էլ եմ ամաչվում, որ տես բաներ էի մտածում։ Դե լավ, ինչ կա ամաչելու։ Ես էլ հաստատ տենց կմտածեի։ Բայց կարևորը հիմա գիտես, թե ինչքան շատ է սիրում։ Հա, Արթուր։ Հա, մենք ստեղ ենք։ Եկեք։ Լսի, Արթուրի ու Արամի մոտ մեր են խոսակցությունից ոչ մի բան չասես, հա։ Աշխատանքի պահով։ Ինչի ուզում ես սուրպրիզ լինի։ Թող լինի կհասկանանք։ Ճիշտ ես ասում, չեղած բանը չեն ասում։
Դե հենց դա է մոտիկ ընկերուին իմ մաման է։ Փաստորեն դուք էլ եք իմ Անայիսի նման։ Ճիշտ է, ինքը Վիկա էլ ունի, բայց ամենակարևոր բաները ինձ հետ է քննարկում, հա։ Շատ լավն է ձեր Անայիսը։ Ոնց որ է սերնդից չլինի։ Դե ես իրան մեր սերնդի պես եմ դաստիարակել։ Լուսա ջան, ես քեզ իհարկե հասկացա, բայց եթե ինչ, արդեն գիտես իմ տեղը։ Հա, շնորհակալ եմ շատ։ Այն ինչ կապված է Դավիթի հետ, ամեն դեպքում ես ձեր հետ կքննարկեմ հաստատ, որովհետև մաման այնքան լավ չի ճանաչում Դավիթին, ոնց դուք։ Այ տեսնում ես, մի օգուտ եղավ։ Ես վախենում եմ, որ Դավիթը չի համաձայնի բաժանվել։ Այսինքն դու հաստատ որոշել ես, որ վերջը բաժանվելն է։ Դե Դավիթը շատ լավ մարդ է, բայց ես միևնույն է չեմ կարողանում սիրել իրան։ Արեգին չես մոռանում։ Չէ։ Ինչքան փորձեցի, միևնույնը չստացվեց։ Դե իրականում ես էլ եմ մտածում, որ Դավիթին դժվար կլինի համոզել։ Ճիշտ է, ես ու Սերինեն կմիանանք քեզ, բայց ամեն դեպքում հեշտ չի լինելու։ Շնորհակալ եմ, որ ուզում եք օգնել։ Իսկ դու Արեգի հետ խոսել ես։ Դե նկատի ունեմ, որ բաժանվես դուք կամուսնանաք։ Դե չեմ խոսել, իրականում չգիտեմ ինչ կլինի Արեգի հետ, բայց կարծում եմ ճիշտ չի Դավիթի հետ մնալ, մանավանդ այն դեպքում, երբ ես իրան չեմ սիրում։ Համաձայն եմ։ Դե ես գնամ, մամայից էի որ զանգեցիք, տանն էլ ահագին գործեր ունեմ անելու։ Լավ, արի քեզ կճանապարհ։ Լավ, դավ, կսպասեմ զանգիդ։ Հեն ուր ասել։ Գնում եմ մեր տուն ազնագիրս վերցնի։ Դե առանց դրա նոտարը չի հաստատի։ Այդ նոտարը որտեղ է։ Զանգի հարցրու։ Ես քեզ կտանեմ, մեկ էլ չգա հասնի ստեղ։ Պապայի նոտարն է։ Ես իրենց օֆիսի տեղը գիտեմ։ Հեսա ուղղակի իրան կգրեմ, որ մի անգամից այդտեղ գա։ Շատ ճիշտ։ Վերջ։ Ստեղ մոտիկ է, կարան քայլելով էլ գնանք։ Այսա գնանք։ Լսի, հիմա որ տունը քոնը դարձավ, մամայիդ հետ տեղափոխվելու եք ընտեղ։ Դժվար։ Բա ինչի։ Չէ, իմ համար ավելի լավ է որ դուք ստեղ եք։ Ամեն կոմոդ գալուց Սաթենի մոտ եմ շուշուտ գնում։ Ուղղակի զարմացա։ Նես չի մաման ինձ ինչ-որ բան է ասում։ Մենք հիմնականում չենք խոսում այդ թեմայով։ Իրան ավելի հաճելի է այս տանը, քան են։ Ինչի կարող է պապայիդ հիշի տխրի։ Չգիտեմ, ինքը միշտ ասել է, որ պապային շատ է սիրում, ուղղակի ես վերջերս վախեցած եմ։ Նեղացրել է մամայիդ։ Հա, հիշում ես քեզ պատմել էի։ Հա, ճիշտ է։ Մոռացել էի։ Երեք որ տուն եկա, մի անգամից հետևիցս դուռը փակեց կողպեքով։ Չգիտեմ, հարցեր չեմ տալիս, որ նեղվի, բայց դե նկատում եմ այդ ամեն ինչը։ Անայիս, բայց որ քեզ ինչ-որ բան պետք լինի, անպայման կասես, լավ։ Անպայման կասեմ։ Լսես, դու քեզ լավ ես գում այդ տանը։ Հա, շատ է դուրս գալիս, հարևանները շատ լավն են, բարի են։ Ես ու մամաս այն ժամանակ շատ էին գնում տատիկ պապիկենց տուն, Վրաստանում։ Այդ թաղին շատ նման է։ Ես միշտ երազել էի տենց ապրեի։ Երազանքդ կատարվեց, էլի։ Գնանք։ Հա, Սաթ, իջնում եմ սեփական տուն։ Իզաբելն էր զանգել, ասում է կաթսանա փչացել, գնում եմ սարքեմ։ Դե շուտ էր ասել, բայց այդ ժամանակ հարմար չէր։ Ես այս ժամերի նոր եմ բրծնում։ Չէ, ես հետս կվերցնեմ, դու էլ մի իջի։ Լուսա։ Ինչ ես անում բաստեղ։ Ոնց ես։ Դու ասա։
Ձեր տուն է իջել Իզաբելի մոտ։ Ես էլ եմ այնտեղ գնում, օգնելու բան կար։ Չասեցիր ոնց ես։ Օրվա հետ։ Գործերդ ոնց են։ Լավ։ Ոնց որ համաձայնել եք, հա, սարքելու ենք ինթաղը։ Հա, սարքելու ենք։ Արեգ, ես քեզ մի հարց ունեմ տալու։ Ասա։ Իսկ դու իրան ճանաչում ես։ Լսել եմ իր մասին։ Սուրանի հանգուցյալ կնոջ փոքր քույրն է։ 3 քույր էին, մի եղբայր։ Բայց նման ինֆորմացիա որտեղից կարող է ունենալ, չեմ հասկանում, թե Սուրենի հետ կապված թե իմ։ Չգիտեմ, Լուսեն ինձ ինչ պատմել է, նույնը քեզ եմ պատմում։ Արգամ, իսկ կարող է հանդիպես այդ կնոջ հետ խոսես։ Ես Լուսեից վերցրել եմ համարը։ Հանդիպեմ ինչ խոսեմ հետը։ Դե մինչև հիմա ես մտածում եմ, որ դու Սուրենի հետ կխոսաս ու ամեն ինչ կկարգավորվի, բայց Լուսեի հետ խոսալուց հետո այս ամեն ինչը արդեն դուրս չի գալիս։ Եթե Լուսեի ասածը ճիշտ է ու այդ կինը եկել է, որ Սուրենին բան ուղարկի, ուրեմն չի մտածի, թե էլ ում է ուղարկելու, դատարանի առաջ կանգնեցնի։ Այդ հաստատ։ Դրա համար եմ ասում, մի հատ հանդիպի խոսա։ Ախր հանդիպեմ ինչ խոսեմ հետը։ Հա Իզաբել, համարյա հասնում եմ։ Դու Անահիսի անձնագիրը հանի կամ վերցնեմ։ Չէ, սուրճի ժամանակ չկա։ Կզանգեմ ես քեզ։ Ուզում եմ քեզ հարցնել, իհարկե կներես, եթե մտածես, որ իրավունք չունեմ քեզ նման հարցեր տալու, չնայած դրա որ իրականում չունեմ։ Բայց միևնույնն է, ես ուզում եմ այդ հարցի պատասխանը իմանալ, իմ համար շատ կարևոր է։ Ինչ հարց Լուսե, ասա։ Ինչ էլ հարցնես, խոստանում եմ անկեղծ կպատասխանեմ։ Դու չես պատրաստվում ամուսնանալ։ Էդ էր հարցը։ Դե հա, ինչի ես ժպտում։ Ուզում եմ իմանալ, երբ ես պատրաստվում։ Սա արդեն ինչ ասես, բայց չեմ պատրաստվում։ Իմը դու էիր Լուսե։ Ես քեզնից հետո էլ չեմ ուզում ամուսնանալ։ Իսկ եթե երբևէ ես բաժանվեմ, աշխատել է տղամարդու պարտականությունը։ Այսինքն դու իշ չես թողելու աշխատեմ։ Չէ, կաշխատես եթե ուզես, բայց հիմնական ծանրությունը իմ վրա է լինելու։ Իսկ հետո հանկարծ բարձրացել որ Լուսան տենց հարցեր է տվել։ Հարցեր տվեցին, անցավ գնաց։ Չէ, հաստատ Լուսեն հենց այնպես չի տվել այդ հարցը։ Չէ, դե կռվի հետքեր կլինեին, հետո ձայներ կլսվեին, բայց մտածում եմ կարող է Դավիթը բան ա լսել ու ականջա դրել։ Հետաքրքիր է ինչ ա լսել։ Չեմ կարող ասել, բայց վստահ եմ Դավիթը հաստատ հիմա ոչինչ չի ասի։ Ինչա պետք անեմ։ Մեր տունը բալիս, այսինքն քո տունը։ Համաձայն ես, գրավ դնենք։